հետևում եք վերջին շրջանում վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի սոցիալական ցանցերում ակտիվությանը, նա որոշել է իր սահմանադրական իրավունքը իրացնել եւ հրապարակայնորեն պատասխանել այն մարդկանց, ովքեր իր հասցեին որևէ բան են արտահայտում։ Գիտեք, ոնց ես չգիտեմ տենց սահմանադրական իրավունք, որը մարդուն իրավունք է վերապահում, ինչ որ մեկին վիրավորել։ Նման իրավունք սահմանադրության մեջ չկա գրված։ Ես ուղղակի մի բան կասեմ, որ ինքը եթե հասարակության մեջ ինչ որ հասարակական գործիչի դեր է ստանձնել, տարբեր տեղերում ինքը իրեն ռեկլամում է, գործողությունները նկարում է, ուրեմն ինքը պետք է պատրաստ լինի, որ ոչ բոլորն են, որ իր վարքագծին պետք է իր ուզեցած վերաբերմունքը դրսևորեն։ Մարդիկ ոնց ընկալում են իրեն, իրենց կարծիքը արտահայտում են։ Ու սովորական քաղաքացուց ինքը պետք է տարբերվի նրանով, որ չպատասխանի սովորական քաղաքացիներին նույն ձևով, ինչ որ ձևով իրեն եթե որակում են։ Կամ եթե գտնում են, որ դրանք սուտ են, դրա համար գոյություն ունի դատարան, կարող է դատական կարգով գնա պաշտպանի իր ճիշտ լինելը։ Եվ ոչ թե նման վարքագիծ դրսևորի, ես ուղղակի մեկ էլ մի բան գիտեմ, որ դեռ հին ասացված կա, ասում է, եթե տիկը սեղմում է, ես կարծեմ հնդկական ասացված կա, մեջը ինչ կա, այնա դուրս գալի։ Եթե մեջը օշարակ է, օշարակ դուրս կգա, եթե մեջը թույն է, թույն դուրս կգա։ Հիմա Աննա Հակոբյանը իր վարքագծով ցույց է տալիս, թե ինչ կա իր ներսում։ Ի վերջո մենք քրիստոնյա ենք, Քրիստոսն էլ ասում է, ինչ բերանով կուլ ենք տալի, դա չի վտանգավոր, այն վտանգավոր է, ինչ մեզնից դուրս է գալի, դա մեր սրտից է դուրս գալիս։ Հիմա Աննա Հակոբյանը ինքը իր բերնով վկայում է իր մասին, թե ինքը ով է, ու այդ անվանակումները ինչ որ տալիս է, ինքը իրան է նկարագրում, որտեղ մենք դիմացինի մեջ տեսնում ենք այն, ինչը մեր մեջ կա, ու մենք նույնականացնում ենք, այդ նույն ոչիլը, տխմար ու մնացած այն արտահայտությունները, ինքը ուղղակի իր բերանով վկայում է իր մասին։ Բայց ասում է տարիներ շարունակ թիրախավորել են իրենց 4 երեխաների մորը, ով երեխաները դաստիարակել եւ հեշտ չի այդ ամեն ինչին դիմանալը։ Նախ տարիներ շարունակ 4 երեխաները կարծեմ իրենց իշխանություն գալուց հետո չեն եղել, մինչև դա են եղել, եւ ի վերջո այսպիսի մի բան էլի, մենք ոչ մի նախկին ղեկավարի կնոջ կենցաղի մասին տեղեկություններ չունեինք, որևէ մեկ իրեն նեղություն չի վերապահում, գնա իր կենցաղ ուսումնասիրի, իր մասին ինֆորմացիա տա, ինքը այդ ինֆորմացիան հրապարակում է եւ ակնկալում է, որ պետք է ինչ դրա տակ մենակ հավանումներ դնեն, գովեն իրեն։ Այսինքն եթե իր կարծիքով իր վարքագիծը իր համար ցանկալի է, դա պարտադիր չի, որ բոլորի համար դա նախընտրելի վարքագիծ լինի ու բոլոր իրեն գովեն։ Եթե հրապարակային ինչ որ բան ես անում, պիտի պատրաստ լինես, որ կարող է նաև հրապարակային պարսաբանքի ենթարկվես, ընդունես նաև հայհոյանքներ եւ մնացած արտահայտություններ եւ Տիկինը, որը բոլորին փորձում է կրթել, իր վարքագծով ցույց է տալիս, թե իր կրթության արդյունքը ինչ է։ Այսինքն մարդը եթե նման վարքագիծ ունի, ինքը չի կարող մնացածին կրթել ու, չգիտեմ, գովազդել կրթելու նորաձև լինելը։ Երբ պետք է ավելի առաջերտին իրենից սկսի։ Ինձ համար անտանելի է նրան լսելը, տեսնելը, կամ նրա խոսալը, կամ կրթվելը, չկրթվելը, այնտեղ ոչ մակարդակ կվալես։ Հայ կնոջը սազական բան չի։ Հետևում եք վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի Facebook-յան գրառում։ Հետաքրքրում է։ Հանրապես։ Չի հետաքրքրում, չի։ Ով է դա։ Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյան։ Հետևում եք վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի Facebook-յան գրառում։ Չեմ հետևում։ Facebook-ին ընդհանրապես չեմ հետևում։ Իսկ կտեղյակ եք, որ Աննա Հակոբյանը որոշել է իր սահմանադրական իրավունքը իրացնել եւ պատասխանում է բոլորին։ Ներողություն, ես չեմ հասկանում քաղաքականությունից։ Ոչ։ Հետաքրքիր չի ձեզ։ Չեմ կարող ասել։ Հետևում եք վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի Facebook-յան գրառումներին։ Ճիշտ ասած չէ։ Ոչ, ճիշտ ասած չէ։ Բայց տեղյակ եք, որ ինքը պատասխանում է բոլոր նրանց, ովքեր իր մասին ինչ որ անդրադարձ են կատարել, անվանելով ոչիլ, ոչնչություններ, ինչպես եք վերաբերում։ Ճիշտ ասած չէ, դա սխալ է, չէ։ Չէ։ Հետևում եք վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի գրառումներին Facebook-ում։ Այո։ Ինչ կարծիք կարող եք ասել, մասնավորապես վերջին շրջանում, երբ նա հակադարձում է այն մարդկանց, ովքեր իր մասին կարծիք են արտահայտել, նրանցից ոմանց անվանելով ոչիլ, տխմար, ոչնչություն եւ նման օրինակ բովանդակության։ Իսկ լավ է, որ իր համար այդպիսի բաներ են ասում։ Ես չեմ կարծում, որ ինքը նման բան ասած լինի, իսկ ասողները հետևում են իրանց ասածներին։ Ինքը նման օրինակ հակադարձություններ արել է, հիմա էլ կարող եք նայել, բայց մարդիկ ասում են ամեն դեպքում հանրային դեմք է եւ վարչապետի կինն է, նա ավելի պետք է իր խոսքում ընդօրինակի, հա, ոչ թե մարդկանց անվանի ոչիլ, ոչնչություն, որը մյուսներին էլ թույլ կտա։ Ես չեմ հավատում, որ ինքը նման բան ասի, իսկ ասողները, որ ասում են, իսկ ոնց են վերաբերվում վարչապետի տիկնոջը, կարելի է նման ձև արտահայտվել։ Չի կարելի, ամեն դեպքում չափ կա, սահման կա, բոլորն իր չափը պիտի իմանան։
Այդ կոռեկտությունը պիտի պահվի, էլի։ Երկուստ եք։ Այո, եւ մարդիկ եւ ինչպես չէ, հանրային մարդիկ, այո։ Ցավպես ցավում եմ, որ գիտեք, երկրի ղեկավարների մասին նման ձևով արտահայտում են ցավպես։ Ինչ տարբերություն դրոշակը է երկրի, գերբեթ է երկրի վարչապետը, ոչ մի տարբերություն չկա ամբողջ աշխարհում։ Մենակ մեր մոտ է, որ ամեն ինչը հավասարեցնում են զրոյի։ Դա խոսում են նրա մասին, որ ես վերջի 30-40 տարի ես Մոսկվայից եմ եկել, մի 40 տարի չեմ եղել այստեղ։ Մի ժամանակ ժողովրդի մակարդակը հասցրել են Թադորի մակարդակին, Թադորն են նայում։ Հիմա հասցրել են բաստերներ, բասկուսամունդերի մակարդակին։ Ժողովրդի համար նշանակություն չունի, վարչապետը, այն, վարչապետը ինչա սիմվոլ է, չէ՞ երկրի։ Մեն բանա դրոշակն է, բանն է, մենոք կարա դրոշակի վրա էլ թքեն։ Այդ վերաբերյալ շնորհակալություն։ Հետևում եք վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի Facebook-յան գրառում։ Հետևում, չէ։ Ընդհանրապես չեք հետևում։ Չեմ հետևում։ Ընդհանրապես։ Չէ, ընդհանրապես չեմ հետևում։ Բայց ես ներկայացնեմ դուք ձեր տեսակետը, հա, որպես քաղաքացի։ Վարչապետի Տիկինը որոշել է անդրադառնալ բոլոր այն մարդկանց, ովքեր իր մասին կարծիք են հայտնում, եւ որոշներին անվանել է ոչիլ, տխմար, ոչնչություն եւ նմանօրինակ ձևերով։ Դուք ինչպես եք վերաբերում դրան։ Ես միայն ոչիլին կանվանեի ոչիլ, մնացածին չգիտեմ։ Ինչ ասել։ Նորմալ է, որ վարչապետի Տիկինը նման հակադարձ։ Ընդհանրապես Տիկինոջ համար նորմալ չի ցանկացած մեկին ոչիլ ասելը։ Եթե տենց մանավանդ վարչապետի կնոջ ցանկացած երկրի էլի իմ կարծիքով պետքա ցանկացած պաշտոնյա զուսպ լինի արտահայտությունների մեջ այդքան բան էլի։ Ես չեմ անպատվի, բայց ես քաղաքավարի կարող եմ անպատվել իրեն, որ ինքը անգրագետը գնում է ես իմ շրջանը ինչ-որ կարդվել են, թող նախ և առաջ իրանք կարդվեն, նոր մեզի կարդեն։ Ես երևի իրանցից ավելի շատ բան գիտեմ հայոց պատմություն, քան թե իրենք։ Ես կարդված եմ, ես գիտեմ։ Թող գնան լավ պատմություն կարդան, նոր գան մարդկանց ինչ-որ սովորացնել, բոլորն էլ ստե գիտում մարդիկ են, անգրագետ մարդ չկա, երևի իրանք են անգրագետ։ Այո։ Վերջին գրառումներին ծանոթ եք, որ մարդկանց ովքեր իրեն քննադատում են կամ հարցազրույցներում հիշել են, ինչպես է պատասխանում։ Աղջիկ ջան, մեր ազգը բոլորին քննադատում է։ Բայց Աննա Հակոբյանը բոլորից դժգոհ է, մինչև հիմա որևէ մեկից գոհ եղել է։ Ոչ մեկից։ Մենք սովոր ենք դժգոհելու միմիան, ոչինչ չանելու։ Բայց նորմալ է, որ վարչապետի Տիկինը մարդկանց ոչիլ, ոչնչություն կամ տխմար է անվանում։ Ես ճիշտ ասած չեմ լսել։ Իր գրառումներին եթե հետևում եք, պիտի տեսած։ Դե անընդհատ ես չեմ հետևում, ժամանակ չունեմ։ Լավ, որպես քաղաքացի, դուք ինչ կարծիք ունեք այս երևույթին։ Եթե ես չեմ լսել, ես ինչ կարող եմ ասել։ Բայց ընդհանուր իսկ այդ երևույթի վերաբերյալ եւ քաղաքացիները մեկը մյուսին նման ձևով են արձագանքում։ Ես մտածում եմ, որ որպես առաջի Տիկին, եթե իհարկե արտահայտվել այդպես, դա մի քիչ գեղեցիկ բան չի, բայց որ մենք դժգոհ ազգ ենք, դա արդեն ժողովուրդ ենք ավելի շուտ, դա արդեն ես ամեն պահ եմ նկատում, ամեն պահ, թեկուզ հասարակ խանութում։ Հետևում եք վարչապետի Տիկնոջ գրառում։ Շատ սխալ բաներ են ասում։ Ճիշտ ասած չէր կարող վերաբերել առավել ևս որ վերջին օրերի այսպես ասած իրադարձությունն է մենք գիտեք միշտ ձևը գերադասել ենք բովանդակությունից այսօր մեր երկրի առջև եղած սպառնալիքները ոչ քչացել են, ոչ փոքրացել են, բայց հետաքրքիր ձևով այդ ամեն ինչը ոչ մեկին հետաքրքիր չի։ Բայց այ Աննա Հակոբյանի ստատուսները եւ շատ էժանագին, շատ ցածր մագարտակի ստատուսները, որը որ չի ուզենա մեկնաբանել, բայց գիտեք ամեն դեպքում իրադարձություն է եղել է եւ չես կարող չնկատել, շատ ցածր ուրեմն մեկնաբանությունները, այսպես ասած, դարձել են տրենդային, դարձել են եւ հիմա մենք այս հարցն ենք, օրինակ
իրար հետ քննարկում, կան ասենք նույն Լավրովի, Սերգեյ Լավրովի ուկրաինիզացիայի մասին հայտարարությունը։ Ես մի բան ասեմ ձեզ, պետք է հետաքրքիր օրինակ նայենք, որ նույն իրենց տիկնոջը ուրեմն թիրախավորը նոր չի, բայց նոր է իր անդրադառնալը եւ այսպես որ ինքը մեկնաբանում է թե համբերությունը հադել է դրանից է, ես դրան չեմ հավատում, բնականաբար այստեղ համբերության հարց չի։ Այստեղ շատ մենք պետք է հասկանանք թե ինչի հանգարց ինքը սկսեց այս ձևով ագրեսիվ եւ այս ձևով կոնկրետ հիմա տեսեք իրենց քննադատողներ շատ են, բայց ինքը կոնկրետ մի խմբի է ֆիքսել եւ մի խմբի է թիրախավորել եւ մի խմբի է պատասխանում, հա, ինչի համար։ Ես չեմ կարծում որ սա պատահականություն է, հա, ճիշտ է, կարող ենք այսպես ասել, որ ուշադրության կարիք ունի եւ փորձում է այդ կերպ իր վրա ուշադրություն հրավիրել, բայց հարցը շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի խորքային է։ Ես կարծում եմ, որ իրենք պատրաստվում են հաջորդ ընտրություններին 26 թվականին եւ այստեղ Նիկոլի երրորդ անգամ վերարտադրվելը երևի այլ անազգանունով են փորձելու ու կազմակերպել, սա իմ անձնական ենթադրությունն է եւ այստեղ պետք է փնտրել թե այստեղ է թաղված, այսինքն Հակոբյանը լուծում է իր վարչապետության կամ իշխանության գալու հարցը։ Ես կարծում եմ որ Արա Հակոբյանը լուծում է իր ավելի հանրային քաղաքական գործիչ լինելու հարցը։ Ինքը այս պատասխաններով Նիկոլ Փաշինյանի կին լինելուց ավելի, օրինակ երբ որ հիմնադրամի նախագահ է, ինքը վարչապետի կինն է, հիմնադրամի նախագահ։ Իսկ այսպես արդեն ինքը փորձում է սահուն կերպով վարչապետի կնոջից անցնել քաղաքական գործիչ Աննա Հակոբյանի։ Ես մտածում եմ որ սա այսպես է եւ այստեղ ընթացքում ինչպես որ հիմա օրինակ անդրադարձած, եթե նայեք ես 7 տարվա իմ հայաստանյան գործունեության մեջ երբևիցե չեմ անդրադարձել ընտանիքին, նոճը երեխաներին, երբևիցե բացարձակապես, հա, բայց եւ այսպիսի, այսպես ասած, այսպիսի ռասկլադ է լինելու, կներեք ես բառից համար որ օգտագործում եմ, ստիպված եք լինելու նաեւ անդրադառնանք այս քայլերին, այս գործողություններին, օրինակ ես շատ եմ լսել որ ութութը իրանցն է, շատ եմ լսել, բայց մինչեւ իր անդրադառնալը ես չէի հավատում, որ իրենցն է։ Հիմա հասկացա։ Եթե իրենցն է, չնայած ես չեմ մտել այդ խանութը, ասում են այդքան էլ բարձր որակով չի, բայց օրինակ իրենց մոտ բուտկա բայելը լավ է ստացվում, ուրեմն թող բուտկա բայեն։ Նու նկատել եմ, ընթերցել եմ թերթելուց։ Ինչ գնահատական կտակ, ինչպես եք վերաբերում այդ քիլոյին։ Գնահատական տալու համար պետք է իրականությունը մանրամասն իմանանք։ Միակողմանի ինչ-որ լրատվությանը հետևելով գնահատական տալ կարծում եմ սխալ է։ Բայց ընդհանուր այդ երևույթը, որը կա հա մեր հասարակության մեջ միմյանց վիրավորելով եւ ընդհանուր արդեն վարչապետի տիկնոջ մակարդակով, առանց անձնավորելու։ Դե տեսեք, ըստ իս խնդիրը կանգնում է նրանում, որ պետք է հասկանանք որտեղից է գալիս։ Ինչ մակարդակ են հասցրել փոխադարձ վիրավորանքները, որ արդեն բացահայտ հա եթերով կամ չգիտեմ մեդիա դաշտում հրապարակումներով սկսում են արդեն իրար վիրավորելը։ Խորքային է կարծում եմ խնդիրը, պետք է այդ հասկանալ։ Արդարացնել կամ մեղադրել մի կողմին կամ մյուս կողմին կարծում եմ սխալ կլինի, մինչև չիմանանք թե որտեղից է սկսել։